Հակասական է օրվա տեղեկատվությունը։ Մեկ Իրանը մերժում է բանակցությունը, մեկ խոսում են, թե ուսումնասիրում են այն նախագիծը, որը ուղարկել են Միացյալ Նահանգներից։ Եթե մերժում է Իրանը բանակցության այն ձևաչափը, ինչ առաջարկում են Վաշինգտոնից, ինչի սպասել։ Կարծում եմ, մենք պիտի սպասենք ռազմական գործողությունների հետագա էսկալացիա, ռազմական գործողությունների շարունակականություն, որի մեջ կներառի ինչպես Միացյալ Նահանգների եւ Իսրայելի օդային եւ հրթիռային հարվածները Իրանին եւ Իրանի փորձերը շարունակել մասամբ փակ պահել Օրմուզի նեղուցը եւ դրա հետ մեկտեղ ժամանակ առ ժամանակ հրթիռային եւ դրոնային հարվածներ հասնի ինչպես Իսրայելին, այնպես էլ ինչը կարծում եմ այս պահին ոչ պակաս կարևոր է այդ զսպման տրամաբանության տեսանկյունից նաեւ ծոցի երկրներին։ Ծոցի երկրների դեմ գործողությունները զարմացրել է Միացյալ Նահանգներին։ Դա կարծում եմ խոսում նրա մասին, որ երևի թե այն որոշումները, որոնց հիման վրա նախագահ Տրամպը ընդունել էր որոշում սկսել ռազմական գործողությունները կամ լիակատար չէին իր մեջ ներառում հնարավոր սցենարները կամ անտեսվել են երկրի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Այսօր ասում է Միացյալ Նահանգների նախագահ, Իրանը բանակցում է, բայց վախենում են խոստովանել։ Իսկ ինչից պետք է վախենա։ Ոնց հասկանում եք, այս պահին Իրանի համար չափազանց կարևոր է փորձել ձգձգել այս ռազմական գործողությունն անփուլում, երբ որ թմոթե Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունենալով լիակատար տեխնիկական առավելություն, հատկապես օդային, հրթիռային, հետախուզական միջոցներում եւ այլն, դրա հետ մեկտեղ չկարողացան լուծեին այն գլխավոր նպատակը, որը որ դարձավ երևի թե հիմք ընդհանրապես ռազմական գործողությունը սկսելու, այն է ոչնչացնելով ռազմաքաղաքական ղեկավարությունը Իրանի, նաեւ փոխել ամբողջ քաղաքական ռեժիմը, դա տեղի չունեցավ եւ քանի որ այս պահին նաեւ Միացյալ Նահանգները իսկապես կանգնած են ռազմավարական երկընտրանքի առջև կամ շարունակել այս ռազմական գործողությունը, բայց դա տեղի է ունենալու գլոբալ տնտեսական եւ էներգետիկ ճգնաժամի շրջանակներում, որտեղ հասկանալի է, որ Օրմուզի նեղուցի նույնիսկ կիսով չափ փակ լինելը դա իսկապես ահռելի գլոբալ մակարդակով հետևանքներ կունենա, կամ Միացյալ Նահանգները պիտի գնան ցամաքային կամ դեսանտային սահմանափակ ինչ-որ օպերացիային, որը նաև նույնպես հղի է եւ բավականին լուրջ վտանգներով եւ հնարավոր է նաև շատ լուրջ մարդկային եւ տեխնիկական կորուստներ ամերիկյան զինված ուժերի եւ հնարավոր դաշնակիցների կողմից եւ որևէ ձևով երաշխված չի, որ այդ ցամաքային կամ դեսանտային օպերացիան հաջողվի։ Կամ Միացյալ Նահանգները պիտի փորձեն օգտագործելով միջազգային հանրությունը, ներգրավելով նաև այն երկրներին, որոնք որ ասենք Չինաստանի կամ Իրանի պես շահագրգռված են այս նեղուցի բացման եւ օգտագործմանը եւ որոնք որ նաև ունեն բավականին լուրջ քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական մատակարարման լծակներ Իրանի վրա, փորձելով ներգրավել, սառեցնել այս ռազմական գործողությունները։ Բնականաբար ոնց որ դա շատ հաճախ է լինում նման աշխարհակական գործընթացներում, այս բոլոր իմ նշված սցենարները միանգամից են դիտարկվում եւ կախված նաեւ ռազմավարական եւ ռազմաքաղաքական զարգացումներից, նաեւ Միացյալ Նահանգները հակված կլինեն այդ սցենարներից մեկը կամ երկուսը այս կամ այն ձևով կիրառել։ Դե Իրանը այսօր հրապարակել է այն երկրների ցանկը, ովքեր անարգել կարող են Հորմուզի նեղուցից օգտվել, այդ թվում է Ռուսաստանը եւ Չինաստանը։ Դուք այսպեսի մի արտահայտություն եք արել, որ այս Հորմուզի նեղուցում չէ, եւ Իրանում եւ Ուկրաինայում շահում է Պեկինը։ Հա, այսպեսի համեմատություն եք արել, ինչ նկատի ունեք։ Ինչ վերաբերում Ուկրաինան, հասկանալի է, որ արդեն 5 տարվա ընթացքում, երբ որ ուկրաինական պատերազմի մատակարարման, սպասարկման, աջակցության առումով եւ Եվրոպան եւ Միացյալ Նահանգները բավականին լուրջ ֆինանսական եւ ռազմատեխնիկական ռեսուրսներ են ծախսել եւ այդ ծախսերը նաեւ որոշ չափով
շեղում են ուշադրությունը Թայվանից, շեղում են ուշադրությունը Չինաստանի համար ավելի կարևոր այդ ուղղությունից եւ Չինաստանը նաեւ որով չափով շարունակականություն է ապահովում Ուկրաինայում ռազմական գործողություններ հանդիսանալով Ռուսաստանի եւ տեխնոլոգիական, այդ թվում նաեւ դրոնային տեխնոլոգիաների գլխավոր մատակարարից մեկը եւ նաեւ Ռուսաստանի էներգետիկ այդ ռեսուրսները գնելով նաեւ ապահովում Ռուսաստանի ֆինանսական կայունությունը։ Դա ակնհայտ է, ինչ վերաբերում է Իրանի շուրջ այդ զարգացումներին, ապա մի կողմից այո, Չինաստանը, Հնդկաստանի հետ հանդիսանում է եւ Իրանից եւ ընդհանուր առմամբ նաեւ Պարսից ծոցի երկրներից նույն այդ էներգետիկ ռեսուրսների սպառողներից մեկը, բայց մյուս կողմից նաեւ Չինաստանում շատ լավ հասկանում կամ ակնկալում են կամ գնահատում են Իրանի դեմ պատերազմը որպես հնարավոր բազմաշերտ քաղաքական ռազմավարության մի մասը Միացյալ Նահանգների կողմից, որը ուղղված էր ոչ միայն եւ ոչ այնքան Իրանին, այլ նաեւ այդ նույն Իրանի էներգետիկ եւ ռազմավարական նշանակությունը հաշվի առնելով, փորձելով վնաս հասնելով Իրանին կամ ինչ որ փոխելով քաղաքական կարգը Իրանում, նաեւ լծակներ ստանալ Չինաստանի հանդեպ։ Եվ այս ֆոնում պարզ է, որ Չինաստանը փորձում է իր սեփական ռազմավարությունը, եթե կարելի ասել, օգտագործել, այն է փորձել Իրանին ներգրավել որպես արդեն Չինաստանի պրոքսի պետություն, նույն ձևով ոնց որ ասենք Իրանն է օգտագործում Հեզբոլլան, շիիտական տարբեր կազմակերպությունները մերձարարքում որպես պրոքսի գործիքներ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ, այ օգտագործելով դա իր ավելի գլոբալ հակամարտության համատեքստում Միացյալ Նահանգների հետ եւ ավելի բնականաբար երկարաժամկետ կտրվածքով։ Տրամպը հայտարարել է Չինաստան մեկնելու ժամկետը, երբ է գնում Չինաստան, մայիսին։ Այսինքն առանց իրանական կոնֆլիկտը լուծելու այդ հայցը իմաստ չի ունենա Թրամփը։ Եվ ինչքան որ ես գիտեմ, ընդհանրապես նախատեսվում է, որ դա պիտի տեղի ունենար ապրիլի սկզբին, եւ Իրանի ռազմական գործողությունների այս երկարացումը կարծում եմ ազդեց նաեւ այս ժամկետի փոփոխման վրա, եւ նաեւ մենք չենք բացառում, որ արդեն նշված այլ տարբերակների եւ այլընտրանքների ընտրելու անհրաժեշտության ելնելով նաև Միացյալ Նահանգները միգուցե մինչև մայիս լիովին չկարանան ռազմական կամ դիվանագիտական առումով Իրանի հարցը չեմ ասում լուծել, այլ որոշ չափով կարգավորել, ինչը մյուս կողմից նաև հասկանում եք, որ այդ հակամարտության գլոբալ, հատկապես տնտեսական եւ էներգետիկ հարթությունները հաշվի առնելով այս գլոբալ տրվածքը, գլոբալ նշանակությունը ունենալը կարա բերի նաև լուրջ ճգնաժամի եւ արևմտյան եւ ասիական երկրներում եւ ամենակարևորը նաև գլոբալ շուկաներում։ Թուրքիան չկա Հորմուզից օգտվող երկրների շարքում։ Ոչ պատահական ընտրություն։ Նախ սկսած նրանից, որ Թուրքիան ունի տարբեր էներգետիկ ռեսուրսների մատակարարման աղբյուրներ, այդ թվում նաև տարբեր գազա եւ նավթա մուղիների, այդ թվում նաև Պարսից ծոցի երկրների կողմից, բայց մյուս կողմից նաև մենք տեսնում ենք եւ դա պիտի չզարմացնի դեպ, որ Թուրքիան չափազանց զգուշավոր կեցվածք ունի այս ամբողջ գործընթացներում, ինչը բացատրվում է բազմաթիվ ներքին, արտաքին ռազմավարական եւ տնտեսական խնդիրներով եւ հաշվարկներով։ Բոսֆորում թուրքական լցանավ է խոցվել, որը դուրս է եկել Նովորոսիիսկից միջայլոցից։ Եվ ինչքան որ գիտեմ, նաեւ կա տեղեկատվություն, որ նա պատկանում է այդպես կոչված ռուսական ստվերային նավատորմին, որի միջոցով Ռուսաստանը փորձում է արտաքին շուկա մղի իր նավթային ռեսուրսները արևմտյան, հատկապես եվրոպական եւ ամերիկյան պատժամիջոցների շրջանակներում եւ կա տեղեկատվություն, որ միգուցե դա տեղի ունեցել այդ դրոն նավերի կողմից եւ հնարավոր է որ գլխավոր հասցեատերը կամ գլխավոր այդ գործողության կազմակերպիչը եղել է ուկրաինական կողմը։ Բացի այդ, Իրանից Թուրքիա գազի մատակարարումն է դադարեցվել։ Այո, եւ դա նույնպես ունի որոշ բացատրություն, ես կարծում եմ նաեւ եւ Իրանը իր կողմից եւ մենք տեսանք, որ նաեւ Ռուսաստանը արդեն
իր սեփական ուկրաինական հակամարտության համատեքստում փորձում են օգտագործել այս պահը, երբ որ եվրոպական երկրները իսկապես չափազանց լուրջ կախվածության մեջ են գտնվում, հատկապես գազային սեգմենտում եւ նաև Կատարից եւ այլ երկրներից գազի մատակարարում դադարեցման դեպքում լուրջ տնտեսական ճգնաժամ կարա ստեղծվի Եվրոպայում եւ այդ որոշ արտաքին դերակատարները փորձում են այս բանը օգտագործել լրացուցիչ քաղաքական, հոգեբանական եւ տնտեսական ճնշում իրագործելով Եվրոմիության երկրների վրա։ Դե այսօր նաև հայտնի դարձավ, որ Իրանը ցանկանում է օրինականացնել Հորմուզի նեղուցով անցման վճարը։ Չլիներ պատերազմը, Իրանը այս գործողությանը չէր դիմի, ինձ թվում։ Հասկանալի է, որ եթե չլիներ պատերազմը, եթե չլիներ նաև պատերազմի այն ձևը եւ ընթացքը, որը որ մենք տեսանք հատկապես սկզբնական փուլում, դժվար թե Իրանը գնար այն բոլոր քայլերին, որոնք որ գնաց, չնայած որ նաև դա այդ զսպման ռազմավարության եւ զսպման սիգնալների տարբեր ձևերով մեկնաբանելու խնդիր է, այսինքն այն ինչ որ Իրանը անում այս պահին, այս կամ այն ձևով նա արդեն հնչեցրել էր բազմաթիվ անգամ, նշելով օրինակ, որ ռազմական գործողությունները եթե վերսկսվեն գլոբալ կամ տարածաշրջանային լուրջ բնույթ են ունենալու, եւ մենք տեսանք, որ դա տեղի ունեցավ։ Այլ բան է, որ եւ որոշումներ ընդունողները ռազմական գործողությունների եւ խորհուրդներ տվողները կամ գնահատականներ պատրաստողները միգուցե կամ չէին հաշվարկել կամ այդ հաշվարկների ասենք ներկայության նույնիսկ վիճակում քաղաքական որոշում ընդունվել էր այլ հանգամանքների հիման վրա։ Սերգեյ, ինչ ես կարծում, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները չկարողացան թե չուզեցին բացել Հորմուզ։ Այս պահին դա շատ դժվար է ռազմատեխնիկական առումով, որովհետեւ Իրանը ունի բազմաթիվ այդ բավականին պարզունակ ռազմական եւ ռազմատեխնիկական ասենք միջոցներ, որոնք նույնիսկ Միացյալ Նահանգների բացարձակ օդային եւ նավային առավելության դեպքում լուրջ խնդիրներ են ստեղծում շատ խոցելի այդ տանկերների եւ գազամատարարող այդ նավերի առումով նեղուցը շատ գիտեք նեղ է իրանցիք տասնամյակներ պատրաստվել են նման գործողություններին եւ նաեւ ի սկզբանե հասկանալի էր, որ իրանցիք պատրաստվում են նման գործողությունների հաշվարկելով, որ իր հակառակորդները Իսրայելը եւ հատկապես Միացյալ Նահանգները կունենան բարձրացակ օդային գերակայություն։ Հետևաբար դա եւ տունելներն է, եւ դա փոքր նավերն է, եւ դրոնների, տարբեր դրոնների իսկապես բավականին լուրջ եւ կուտակած պաշարը, դրոնների, հրթիռների, այդ թվում նաեւ հականավային տարբեր հրթիռների եւ ոնց մենք տեսնում ենք, արդեն գրեթե մի ամիս է տեղի ունենում լայնամասշտաբ փաստացի ռազմական գործողությունները, բայց Իրանը ի վիճակի է եւ դրոններով, եւ հրթիռներով հարվածել եւ դրա հետ մեկտեղ նաեւ պահպանել երկրի եւ քաղաքական եւ ռազմա ադմինիստրատիվ կայունությունը։ Ես ասեմ, որ տարբեր հաշվարկներով, բացի եւ ռեգուլար բանակից, բացի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի այս ջոկատներից եւ խմբավորումներից հարյուրավոր հազարներով նաեւ Բասիջի միլիցիա ջոկատներ են նույնպես պատրաստվել եւ այս պահին իրագործում են եւ ռազմական բնույթի տարբեր ծառայություններ եւ դա տեղի ունենում մի իրավիճակում, երբ որ նախորդ 2-3 շաբաթվա ընթացքում շատ մեծ քանակը նաեւ եւ հոգեվոր եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը ոչնչացվել էր, բայց այս կայունությունը պահպանվում է եւ այս առումով իսկապես Իրանը ցուցաբերում է այդ բավականին լուրջ եւ կայունության եւ դիմադրականության մի աստիճան, որը որ ոչ ոք չէր սպասում, միգուցե նույնիսկ իրանցիք իրենք։ Սերգեյ, Թուրքիան եւ Ադրբեջանը իրանական հարցում ունեն տարաձայնություն։ Ես կարծում եմ, որ այստեղ ռազմավարական առումով մոտեցումները բավականին մոտ են, այլ բան է, որ Ադրբեջանում ի սկզբանե շատ զգայուն են ընդհանրապես ամեն ինչին, ինչ որ վերաբերվում է Իրանին
բայց դրա հետ մեկտեղ շատ լավ հասկանում են հնարավոր վտանգներն ու սպառնալիքները եւ կարծում եմ հայտնի այդ Նախիջևանի դրոնի ինցիդենտը բավականին լուրջ ազդակ էր, որտեղ բացի բոլոր այլ հանգամանքներից այն որ Իրանը ի վիճակի եղավ խոցելու ծոցի երկրների, Սաուդյան Արաբիայի կամ Էմիրատների պես երկրների շատ զգայուն էներգետիկ եւ տնտեսական կետերը մի պայմաններում, երբ որ եւ Սաուդյան Արաբիան եւ Էմիրատները իսկապես նմանատիպ ոչ մեծ երկրների համար ունեին ամենազարգացած հակահրթիռային, հակաօդային եւ նույնիսկ հակադրոնային պաշտպանություն, կարծում եմ այդ հանգամանքից ելնելով Ադրբեջանում համապատասխան եզրակացություններ արել են։ Ամեն դեպքում, եթե հետևում ես ադրբեջանական լրատվամիջոցներին, չի թաքցվում հրճվանքը, երբ իրանական գեներալ է զոհվում իսրայելական հարվածից։ Այո, այդ առումով պիտի նշենք, որ այո, Ադրբեջանում չափազանց շատ զգայուն եւ չափազանց խորը այդ ատելությունը կա Իրանի հանդեպ, այն դեպքում, երբ որ Թուրքիայում, որը որ պատմականորեն միշտ ընկալում է Իրանին որպես տարածաշրջանային, ասենք, եւ հարևան, եւ մրցակից, եւ երբեմն հակառակորդ, բայց դա այդքան զգայուն չի, որտեղ բացի ամենից կան նաեւ որոշ կապվող օղակներ, օրինակ քրդական հարցը։ Ադրբեջանական դիրքորոշման վրա Թուրքիայի ազդեցությունը պահպանվում Պահպանվում է։ Եթե կա այնպիսի պահ, երբ պետք է Ադրբեջանը արդեն բաց խաղաքարտերով պահպանվում է եւ կարծում եմ դա նաեւ պահպանվում է որոշ չափով նվազեցնելու կամ որոշ չափով կոնտրոլի տակ պահելու Ադրբեջանի եւ Իսրայելի հարաբերությունների այն, ասենք, ձևաչափը, որը որ կար, որովհետեւ մենք նաեւ տեսնում ենք, որ Թուրքիան որոշ չափով նաեւ սկսում է ընկալվել Իսրայելը որպես ոչ պակաս, եթե ոչ հակառակորդ, այլ տարածաշրջանային խնդիր, մյուս կողմից նաև Թուրքիայում եւս բավականին հակաիզրայելական խորը, ասենք, միտումներ կան եւ դա այն խնդիրներից մեկն է, որը որ այո կան որոշ տարաձայնություններ Բաքվի եւ Անկարայի միջև, չնայած որ դրա հետ մեկտեղ նաեւ այդ խնդիրների ընթացքում բազմաթիվ անգամ նաեւ Ադրբեջանը փորձել է որոշ չափով ինչ որ միջնորդի դեր խաղալ Թուրքիայի եւ Իսրայելի միջև, օգտագործելով իր հատուկ կապերը երկու դերակատարների հետ։ Եվ ավարտենք։ Իրանական պատերազմի որ ելքը նախընտրելի կլինի Հայաստանի համար։ Հայաստանի համար նախընտրելի կլինի այն ելքը, որը որ գոնե տեսանելի քաղաքական, ասենք, հեռանկարում Ղարաբաղի եւ տարածաշրջանային որոշ չափով կայունությունը եւ ապահովի նաեւ Հայաստանի հետ կապված ենթակառուցվածքային որոշ ծրագրերի անվտանգ իրագործումը կամ զարգացումը եւ դրա հետ մեկտեղ նաեւ որևէ ձևով չներքաշի Հայաստանին եւ տարածաշրջանին այս ոչ արդեն ռեգիոնալ, այլ գլոբալ մակարդակի հակամարտության մեջ։ Իսկ դրա պարամետրները պարզը կախված կլինեն, թե ինչ ռազմաքաղաքական եւ ռազմավարական ընթացք կստանա այս պատերազմը։